Մերոնք կետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես 3 մարտի 8-ներ, 3 խոսած Արցախի հայտնի հերոս գեներալներից Վիտալի Բալասանյանը ինձ գրում են 2 օր առաջվա հաղորդման հետ կապված, թե ինչու չեմ սիրում Նիկոլին եւ այսպես շարունակ։ Սկսենք մարտի 8-ից։ Պատմությունը հետեւյալն է, աշխարհը գիտի, ելի եմ ասում։ Մարմնավաճառներին պարտք էին նավաստինները եւ մարմնավաճառները որոշում են Կլարա Ցետկինի, Ռոզա Լյուքսեմբուրգի ԵՍԵՆ-ի գլխավորությամբ նրանցից մեկը փաստաթղթով մարմնավաճառ էր, որ պիտի մի մեծ ժողով անեն, պիտի ակցիա անեն, գնան եւ պահանջեն նավաստինների փողը, քանզի իրենց տալիք էին, այսպես ասեմ, կներեք ես արտահայտվելու ձևի համար։ Եվ արդյունքում իշխանությունները ծեծեցին մարմնավաճառներին եւ այդ օրից այդ օրը նշվում է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր։ Վերջ, դրանով ամեն ինչ ասված է։ Մարտի 8-ը որպես այդպիսին մեզանում պիտի այս տրամաբանության մեջ, այսպես ասոցացվի։ Եվ ոչ երբեք մայրության, գեղեցկության, գառնան, չգիտեմ, չէ, այդպես չի։ Մի ժամանակ ես պատմեցի հանել էին այդ տոնը պաշտոնապես, հետո նորից եկան հետ բերեցին, բայց մենք մեր ներսում գիտենք իմացողը գիտի, չիմացողն էլ աչի ձախից լսել է, միչև որս գիտեն։ Այսօր միտեղ տեսա հանգուցյալ սպարապետ Վազգեն Սարգսյանի հանգուցյալ մայրն էր խոսում մարտի 8-ից, ասում է սպարապետն ասում էր մարտի 8-ը չեմ սիրում։ Այդ Կլարա Ցետկինը, բանը, այդ ովքեր էին որ մերը ապրիլի 7-ն է։ Շատ պարզ, մարդ ինքն իրեն պիտի վատ սովորություններից ազատելու կամ ազատվելու հնարավորություն տա, ինչը համառորեն երկրի իշխողները կամ քաղաքական կուսակցությունները կամ չգիտեմ ես ձևիստները չեն ուզում տալ։ Իրենք կարճած են ինչ-որ մի երևույթից, չգիտեն էլ ինչ անեն, որ ասեն մենք կանք, մենք ձեզ սիրում ենք կանայք եւ այլն։ Այս ծիծաղելի իրավիճակից համառորեն չենք կարողանում դուրս գալ։ Երևի թե ժամանակը պիտի բուժի այդ վերքերը աստիճանաբար, բայց աստիճանաբար դրան հասնելու համար երկրի իշխանություններն էլ պիտի աստիճանաբար զարգանան։ Իշխանություններից քիչ անց կխոսենք 5-րդ շարասյունը, չգիտեմ, Վիտալի Բալասանյանը, հայտնի գեներալ, 3 խոսեց, որ մեր ելքը նյութենական պետություն դառնալն է։ Ռուսաստանի գործընկերության մասին ամեն ինչ ասված է հենց իրենց վարքով։ Ես հիմա չգիտեմ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք պահում ենք ընդհանուր բալանսավորված քաղաքականություն։ Թող լինի, բայց որ Ռուսաստանը գործընկեր չի այդ Բալասանյան Վիտալիկների եւ ինչ էր post-card-էր անում, ինչ էր անում, podcast-էր անում, Քոչարյան Ռոբերտների շնորհիվ է, որովհետեւ գործընկերությունը հետույք մտնելուց չկարողացան առանձնացնել եւ աստիճանաբար տարեց տարի դարձան ընդամենը ռսի խամաճիկը։ Այստեղ է խնդիրը, իսկ Ռուսաստանը, իսկ ուժեղը, իսկ հզորը երբեք ստրուկին չի սիրում։ Ինչու պիտի սիրի։ Ռուսաստանը, ռուսական շարասյունը, չգիտեմ, ռուսամետները, ռուսալեզները, ոնց եք ուզում ձևակերպեմ։ Այդ ինչու չեք ասում, որ դարաշրջին Արցախն է, Նախիջևանն է, Տողարսն է, այդ հայտնի պայմանագրով տվեցին ադրբեջանցիքին ու թուրքերին, որ ռուսները զինեցին քեմալականների ջոկատները, եկան Ղարսը գրավելու բոլշևիկների շորի տակ։ Բայց դուք արժանապատվություն չունեք։ Հետո էլի եմ ասում, էլի եմ կրկնում, մենք ազատագրեցինք Արցախը, դուք արժանապատիվ ռազմավարական դաշնակցություն չարեցիք, դուք հետույք մտաք, էլ ինչ եք ուզում։ Հիշենք 88-ի շարժումը, հիշենք մեր ձեռքբերումները և հիշենք այն, ինչ տեղի ունեցավ, երբ տխրարչակ Քոչարյան Ռոբիկը, Սերժիկը, Արցախյան կլանը, այսպես թող ինձ ներեն են ազնիվ արցախցիք, եկավ և Հայաստանում իշխեց։ Այդ օրվանից մենք որպես պետություն մոռացանք ինչ է դա։ Մեկ անգամ Մոսկվայում մի
FSB-ի գեներալ, այսպես ինձ ծանոթացրեցին Մոսկվայում շատ տարիներ առաջ, ասացի լսի, այդ ինչու եք մեզ այդպես արհամարանքով մոտենում, ասաց, բայց մենք մեղավոր չենք։ Ձեր նախագահը այդ ժամանակ արդեն Սերժիկն էր։ Չէ, բառը չունի։ Ավելացրեց, կան կանայք զանգով, զանգում ես, ասեց ձեր նախագահը ոնց որ զանգով տղամարդ լինի, տղա է, զանգում ես, չէ բառը չունի, մենք մեղավոր չենք, ձեր արժանապատվության կռիվը տվեք։ Հիմա գանք Փալասանյան կամ Բալասանյան Վիտալիկին և Քոչարյան Ռոբերտին։ Այս երկուսը եթե մի գրամ արժանապատվություն ունեին, հիմա ինքնասպան եղած էին, որ գոնե պատմության մեջ մնային էլի ինչ-որ մի բան։ Պատկերացնում եք, Քոչարյան Ռոբերտը ամեն ինչ պղծեց, Արցախը որպես կողմ հանեց, աստիճանաբար ինքը թալանեց ամբողջ Հայաստանն ու Արցախ աշխարհը։ Վիտալի Բալասանյանը այնտեղ գեներալ էր խաղում։ Այդ որ ասում են ՀԿ-ի առյուծ տղերքը, որ գիտեք ինչ, մենք սահման ունեինք այն ժամանակ Իրանի հետ, այդ սահմանով Վիտալի Բալասանյանը քանի տասնյակ ու 100 կամ 1000 ԱԹՍ-ի համար մտածեց, որ բերեն, որ Իրանը քթներից տակ արտադրում էր։ Այդ բոլոր տեսակի Բալասանյանները երբևէ մտածեցին, որ այս մահակի վերածված զենքով մեր կռիվը ոնց ենք տալու, երբ դիմացինը հարձակողական տարբեր բնույթի 5-րդ, այսպես ասած, սերնդի զենքերը ձեռք բերում, չէ, չմտածեցին։ Միտեղից ավտոնվեր ստացան, միտեղից եկան ստեղ ծնծղաններ ստացան, ավտոները բաժանեցին, փողերը բաժանեցին, վերջում էլ ասեցին այ մարդ, դե մեր պապան ռուսնա, դե պապան ուրիշ մամա կթավ, ուրիշ ամբարոյական կթավ, ձեր տեսակին էլ չուզեց իր գրկում պահել և գնաց հիմա էլ Ալիևին գիրկը մցրեց։ Ինչի եք խառնվել իրար, հիմա ինչ եք ուզում։ Ես հաճախ եմ քննադատում և դեռ շատ էլ քննադատալու եմ այսօրվա իշխանություններին։ Այն ինչ պակաս են անում, ես տեսնում եմ և ասում եմ։ Շատերի ձուրը կարող է գալ, կարող է չգալ, դա իրենց խնդիրն է։ Ես որևէ մեկին հաճոյանալու խնդիր չունեմ։ Բայց դուք այդ բալանսավորված քաղաքականությունը չարեցիք, ոչինչ չավելացրեցիք, բացի ձեր գրպանները կամ փորերը հաստատնելուց, արդյունքում Արցախը կորցրին։ Ձեր անմիջական մեղքը կա, Վիտալի Բալասանյան և Քոչարյան Ռոբիկ, թո Սերժիկն էլ ձեզ նվեր։ Բախի չեք ինքնասպան լինում, սատկեք միտեղ, մարդիկ ասեն արժանապատվություն ունեին, ինքն իրեն սպանեց այս գեներալը, տուն կորցրեց, իր իսկ մեղքով, շատերի հույսը կորցրեց, ինքը լինելով գեներալ, էլ ինչու եք ապրում, որ գաք եստեղ հիմա էլ, չգիտեմ, Իվանի համար շվիշտոկ փչեք, ախր այսքան անարժանապատիվ եք եղել, ժամանակին լավ վատ տղա էիք, կռվի տարիներին տղա էիք, ձեր բաստողումներով հանդերձ Վիտալի Բալասանյան, ոնց որ թե Մոնթեի խփվելու պատմությունն էլի եմ պատմել, երբ Մոնթեն կապվում է, սաղագրությունները կան, երբ եք այդտեղ լինում, ասում եք կես ժամից, հետո կես ժամից կապվում է, ասում եք երբ եք այդտեղ լինում, ասում եք արդեն այդտեղ եմ, բայց դեռ այդտեղ չեք, Մոնթեն են կողմից գալիս է և թշնամին գնդակահարեց Մոնթեին, այդ ձեր խղճին է, ամբողջ տարածաշրջանը, ամբողջ տարածքը Արցախը, որ կորցրեցինք, այդ էլի ձեր Ռոբիկի, Սերժիկի և ձեր նման թերմատ մտածելակերպ ունեցող մարդկանց խղճին է։ Հիմի ասենք, թե մի ուրիշ առյուծ է եկել Կալուգայի Սամոն ու դուք որոշել եք, որ կարող եք հիմի նրա թևի տակ մտնել, Իվանը բանը ասում, ակաժների չշրջում։ Լավ հասկացանք, ապրելա հացը ես չեմ կարողանում իհարկե ընկալեմ, բա դուք ոնց եք ձեր երեխեքի դեմքին նայում, այդ 100,000-ով փախստական դարձած մարդկանց երեսներին ոնց եք նայում, ոնց եք ապրում, չեք թքում հայելուն, որ տեսնում եք այդ հայելուն։ Դեր Քոչարյան Ռոբերտն էլ խոսում է տղամարդկությունից, երևի գողությունը տղամարդկություն է, ըստ ձեզ, գողությունն ու են մյուսը, էդ է կարել, ուրիշ ոչինչ չէ կարել։ Եվ շարունակում եք, կարծես թե ոչինչ չի եղել, այդ դուք չէիք, այդ ձեր մեղքով չի եղել, այս անարժանապատիվ արարածները մեր երկրում չարիք են դարձել։
Հիմա գամ Նիկոլ Փաշինյանին ինչու չեմ սիրում, որովհետև Քոչարյանի պես պետական դավաճանը ըստ էության ազատության մեջ է։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշեց օգտագործել Քոչարյանին, որ ինքը վերարտադրվի, որպես բոբո։ Հիմա եկավ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ պլան ընկավ։ Ինչու չեմ սիրում։ Նիկոլը ինձ համար սիրո արդյունք չի, Նիկոլը երկրի ընտրված վարչապետն է, ցավ ի սիրտ, բայց էդ է։ Դիմացը այ Պալասանյանի բանի պես արարածներ են։ Դրա համար էլ Նիկոլը ընտրվեց վարչապետ։ Անկամ պարտությունից հետո Արցախի 44 օրից հետո Նիկոլը նորից վերընտրվեց, քանզի հասարակությունը տեսավ, հասկացավ, ով է այս ամբողջն արել։ Բայց այ հիմա այն ինչ անում է Նիկոլը ավելի քան զավեշտ է։ Չի կարելի 3-4-ի վրա սուջուխը բերանը տանել։ Չի կարելի ծամելով նկարվել եւ խոսել։ Ես էլի եմ ասում, որոշ մարդանմանների դուրը չի գալիս։ Դուք հենց այդ եք ման գալիս, Նիկոլը խաղաղություն է բերել։ Խաղաղություն չկա, կա ճիշտ բալանսավորված քաղաքականություն, որը պարտավոր են տանել իշխանությունները եւ թրերը սրած պահել, որ կարողանանք Աստված մեր Աստծե մեր երկրի պաշտպանությունն ու հակահարձակումը կազմակերպենք։ Եվ չասեք փոքր են, ում է պետք խաղաղ անարժանապատիվ անասունը, ոչ ոքին։ Պատրաստ պիտի լինենք։ Այն ինչ ես ուզում եմ ակնկալել օրվա իշխանությունից։ Իսկ ինչ վերաբերում է այդ ավտոբուսն ընկած ցածրորակ երաժշտությամբ, երգերով, մոտեցումներով, գնալ մարդկանց հետ խոսել ամենավերջին, այն որ ասում է պարզունակ տեսքով ու լեզվով, վայ, այս ինչ, այս շիմբեկն ենք, մենք ես ինչի մեր աշխելքն ասա, այս ինչ արեցինք, մի հատ այն սուջուխը բերանը տանել, բերել նկար, դա քարոզարշավ չէ։ Դա ուղղակի հավատացեք ինձ, բացի Նիկոլա սիրահարվածներից, ես նաև զրուցում եմ մարդկանց հետ, շատ պարզ, շիտակ, աշխատող, վարորդ, չգիտեմ, ռամիկ մարդկանց հետ, նայում են դեմքից, ասում են, պարոն Սարգսյան, ամոթ չի ես, ինչ է այս կապիկությունը, հավատացեք ինձ, դա այդպես է, և այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանի համար, եթե այս գեղեցությունը շարունակվի, դժվար է լինելու, հեշտ չի լինելու։ Ժողովրդի համար ընտրությունը դժվար է, քանզի դիմացը ջուր հետևը սուր տարբերակի առջև է կանգնած։ Մի կողմը, չգիտեմ, Մոսկվայի հարճերն են, մյուս կողմը տգիտությունը մարտնչող, չգիտեմ, կուկուրուզ կրծող, անկապ խոսող, մանրակերտը Հայաստանի քարտեզի, այսպես ասած, այս բանից կախեք, այս են պատուհանից, այս բերել եմ ձեզ, վայ սաղ էդ ծխելնա, հետո, այս պարզունակ տխմարությունը ուր է տանելու, այն որ ասում է 2 կամ կես ինստիտուտ չավարտած մարդն անգամ հասկանում է, որ սա շատ պարզունակ հիմարություն է հաճախ։ Այստեղ է խնդիրը եւ այս է ինձ համար ցավ դարձել։ Եթե որոշներին դուր չի գալիս, կարող եք ուղղակի չբաժանորդագրվել, չդիտել, իմ ինչին է պետք։ Ես այսօր կամ ի տարբերություն որոշների վաղնել եմ լինելու։ Ես ձեր համար եմ ասում։ Ժողովրդին պետք է ճիշտ կրթություն տաս։ Պիտի ավելի բարձրից մոտենաս, որ իրենք փորձեն հասնել քեզ։ Այս ասֆալտ չի, այս ասֆալտը ինչ այ ինչ լավ ասֆալտ է։ Հետո իմ կռիվն էստեղ է։ Ասեմ, որ վաղը հետո չասեք, բա ինչու էսպես եղավ։ Կան Հայաստանի Հանրապետությունում մի բարձր տոկոս կազմող մարդկանց մի խումբ, ում համար միևնույնն է։ Կան Հայաստանի Հանրապետությունում հավատացող մարդիկ, ով տեսնում է այս ամեն ինչը եւ սկսում զզվել, հիասթափվել, օրեցօր։ Կան Հայաստանի Հանրապետությունում ստրուկներ պարզապես, ում համար ով փող տա, նրան ընտրողն են։ Այն պարկեշտ եւ այն ձերքը թափտվող մասսան անգամ, երբ խոսում ես, ասում է, լսի, ես անգամ գնալու եմ, Նիկոլին չեմ ընտրելու։ Զզվացրեց։ Այն որ տանը նստած էր, ես անգամ ասում է գնալու եմ չընտրեմ։ Կամ էլ
Ձերքերը թափ են տալիս, ասում են լավ եմ արել, որ չեմ ընտրել, ոչ ոքին չեմ ընտրելու։ Չեն էլ գնալու ընտրատեղամաս։ Անընդհատ կորուստի է բերում այն պահվածքը, որ չպիտի ունենա երկրի կառավարությունը։ Ոնց ուզում եք ձևակերպեք։ Այստեղ է խնդիրների խնդիրը եւ այստեղ է որ ակտիվանում են Բալասանյան Վիտոններն ու Քոչարյան Ռոբերտները, Սերժիկները, Դաշնակ Պարագլուխները, ամենքը չգիտեմ, մի առյուտի պատմություն են իրենց համար գրել, ով ինչ ձևով էր փրկում։ Ես էլի եմ ձեզ հարցնում, այդքան տարի Իրանից բացի նարկոտիկից ուրիշ բան մտավ մեր երկիր, աթեստներ, բան, ուրիշ գաղափարներ, մեր տեղի գիտնականները, ովքեր ուզում էին արտադրություն ստեղծեին, մոտեցակ մի բան, են որ ասում եմ, թույլ տվեցիք, որ դնեն խախալեն, մի բան հանձնարարեցիք, չէ։ Գնացիք թանգով մեկին երկու առակ, սկսած այդ տեպլավիզոր կոչվածները, դիտողությանը, դիտանելիության սարքերը, սկսած դրանից։ Առակ $4000, որ կարող եք այստեղ 200 ունենալ։ Փող աշխատեցիք, բարեգործներին կթեցիք, առակ ամեն ինչ դրսից, վերահսկողության տակ, չունեցաք ձեր թաքուն ամբարը, որտեղից պիտի 1000 ծիտ դուրս գար, ամեքի վրայից մի քանի կիլո տրատիլ կախած, չունեցաք, չարեցիք, հիմի դուք ակտիվանում եք, որովհետև Նիկոլ Փաշինյանը սուջուխի գելա, և ես մոտեցումը ինձ դուր չի գալիս, ես պարզունակ գեղտիությունը, և ես ասում եմ, Այնպես չլինի, որ վաղը որոշները երկու ձեռան են մի գլուխ, բայց արդեն ուշ լինի, սկսած իշխանություններից, վերջացրած նրանցով, ովքեր են որ ասում է մի բան էլ կոծկելով, ասում են դե լավ, դե այդքան մի տեսեք, էլի, այդքան մի տեսեք, այդ չեք տեսնում։ Տգիտությունը ոչ միտեղ չի տանելու։ Այնպես որ կգա ապրիլի 7-ը, կշնորհավորենք մեր մայրերի կանանց գեղեցկության օրվա հետ կապված։ Սրտներում ըդ պահեք, այստեղ է արժեքը, այն ինչ վատ սովորություն է, աստիճանաբար դուրս հրավիրեք ձեր մտքից, մի փորձեք սիմուլյացիա անել այդ երևույթների վրա, թե աման, վաղ կանայք ջան, մարտի 8, ոչ միտեղ չի տանելու։ Այդ հանդերձ լավ է լինելու, կհանդիպենք։